Ինչ մտահոգությամբ եք այսօր եկել եկեղեցի։ Նախ բարերես գուցե տարօրինակ հնչի, շնորհակալություն ազգի դավաճանին։ Շնորհակալություն Նիկոլի նման ոչնչությանը։ Տեսեք մեզ ոնց միասնականացրեց։ Երբեք մենք այսքան վազել եկեղեցի։ Ես որ 30 տարի եկեղեցի եմ գալիս այդ ձևի ջերմեռան։ Էսի ջերմությունա։ Նիկոլին ու բոլոր թրքահպատակների շնորհակալություն, որ մեզ արթնացնում են, դեպի Աստված են բերում, էլ ինչ կուզենք դրանից ավել։ Դրանից լավ բան, իրան շնորհակալություն, իրան նման նեռի զավակները մեզ հիշացնում են, որ կա Աստծո դատաստան, մեզ հիշացնում են զգաստ լինել։ Մեզ հիշացնում են, որ կա Աստծո դատաստան, մեզ հիշացնում են, որ մենք ունենք հայ առաքելական եկեղեցի, որին ատամներով պիտի պահունենք։ Մենք ունենք հայոց հայրապետ, որի համար մենք յուրաքանչյուրը զավակ ենք։ Ինչքան ուզում է ինքը ճղվի, իրան մենակ շնորհակալություն, իրա տված իմունիտետի համար։ Թող գնա որ ուզում է ոտաբոբիկ ծունկի գա խոնարհվի, բայց մայրաթոռը եղելա կա ու կլինի։ Վեհափառ հայրապետը ամենաօրհնվածն է, գիտեք ինչի, երանելյանն է, ով որ քարկոծվում է հանուն Քրիստոսի, ով որ հալածվում է հանուն Քրիստոսի, ով որ իր հավատի համար գնում է։ Իսկ իրանց նման ճիվաղ ողորմելիները միշտ էլ լինելու են։ Այնքան երջանիկ եմ, որ այսօր ինչքան ուզում են պառակտեն, մեկը ոչ մի բան ոչ մեկի մոտ չի ստացվելու։ Մենք պիտի ուժեղ լինենք, մեր հավատքին հաստատուն լինենք։ Ով ընդուն Քրիստոս ասեց, ով որ ամաչեց ինձ ընդունել, ես էլ ամաչել եմ իրան ընդունեմ։ 30 տարի եկեղեցի եք գալիս։ Այո։ Հավատավոր եք եկեղեցով։ Նիկոլ Փաշինյանի սկսած արշավից հետո ավելացել են եկել հոգևոր այցելուներ։ Տղամարդկանց թիվն է շատացել, երեխեք։ Այն ժամանակ պատարակներին թեկուզ մայրաթոռում մենակ տոնորերին էին շատ լինում, Սուրբ Ծննդյան ու Հարության։ Մնացած պատարակներին այդքան ժողովուրդ չի եղել։ Որ Բաքվում այսքան մարդի հավաքվել, ձեզ համար Էդի ցնծությունը հաղթանակը։ Ինձ համար մեծ հաղթանակ է, որովհետև եթե ես քանի միջից, թեկուզ այսքան մանանեխի չափ հատիկ այսօր գնաց իրանց սիրտը, իրանք ավելի են շատանալու։ Որովհետև մենակ այս մանանեխի հատիկն է, մենակ հոգևորականը չի, որ մեզ պիտի դարձի բերեք, երեխեք, մենք հազարն են, մենք բյուրն ենք, իրանք մեկն են։ Իրանց նմանները պետք է լինեն, որ իրանց մտածելով մեզ դեպի հեռուն են տանում, չէ, դեպի հակառակը։ Ես ավելի եմ վազում պահեմ կարճեմ իմ մայրաթոռից։ Ես, որ այսքան եկեղեցի եմ եկել, այդքան լրջորեն չեմ պատկերացրել եկեղեցուս կարևոր։ Հա, հələ մի հատ հիշեք, այստեղ ովքեր են քայլել։ Անդրանիկ Օզանյանը, Դրոն, Ինչքան մեծություններ ու արքաներ են ունեցել, ինչքան գիտակցված հերոսներ են ունեցել, հանուն այսօրվա իրանք անձնուրաբար նվիրվել են, բա մենք այսօր այնքան պիտի իրանց գոնե մի փոքրը չլինենք, որ իրանց հետ հեշտ չէ նույն արունն են կրում, ժողովուրդ։ Պարտված է, Նիկոլը վաղուց է պարտված, ժողովուրդ, ինքը հոգևոր, իհարկե, ինքը հոգևարքի մեջ գտնվող ծանր հիվանդ է, ամեն կերպ կարճում է, որ ապրի, ամեն կերպ, բայց իրանը դատապարտված է, ու ամենաողբալին ինքն է, որ ինքը դժոխքի զավակ է, ամենաողբալի վիճակում ինքն է ու իրան նման մոլորվածները, որտև Աստված ինչ է ասում ավետարանում, վայ նրան, ով որ այս երեխաներից մեկին կգայթակղեցնի, լինելու են գայթակղություններ, բայց վայ նրան ու միջոցով գալու են։ Վայ նրան, ով որ պատճառն է դառնալու հոգիների կործանման, իրանց փրկություն չի լինելու։ Երբեք եւ երբեք որևէ հոգեվորականի չեմ մոտեցել որպես մարդու, որտեղ մենք բոլորս մեղքի ծնունդ ենք, մեզ մեր ծնողները մեղքով են ունեցել, բայց հոգեվորականը ունի օծում, որին որևէ կերպ որևէ մեկը իրավունք չունի ոտնահարելու, որևէ մեկը իրավունք չունի դատելու, ինքը ունի դատավոր, դա Աստված է, ինքն է իր Աստծո առաջ պատասխան տալու, ինչպես եւ մենք։ Ու եթե մենք նկատում ենք որևիցե մեկի սխալը, ոչ թե պետքա քարկոծենք, այլ պետքա աղոթենք, եթե այդքան շատ սրտացավ ենք։ Ոչ թե դիվական հաճույք ստանանք, թե մեկին ոնց են կործանում։ Բոլորս պիտի մի օր Աստծո առաջ